Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այսօրվա պրեզենտացիան ես անվանել եմ հակասենկային, հաշվի առնելով այդ վերջի ժամանակաշրջանում սնկերի վերաբերյալ քննարկումները եւ նաեւ մի որոշ մարդկանց արտահայտությունները։ Ինչ է վերցել։ Տեսնենք տվյալները։ Մեթոդաբանություն, հետազոտության մեթոդը հեռախոսային հարցումներ, կացի համակարգով, հարցումների քանակը 1102, հետազոտության ընտրանքային սխալը 3%, հետազոտության իրականացման ժամանակահատվածը 19-ից 21 մայիս 2026 թվական, հետազոտության վայրը Հայաստանի Հանրապետություն, եւ այստեղ մենք ունենք նոր կետ, պատվիրատու նշված է իմ անձնազգայունը Արամ Նավասարդյան, որովհետեւ քարոզարշավի ժամանակ հրապարակվող հարցումները պետք է նաև ունենային այդ բաղադրիչը, թե ով է պատվիրատուն, հետեւաբար որպեսզի մենք չխախտենք օրենքները, նշել ենք, որ սա մեր նախաձեռնությունն է եւ անձամին նախաձեռնության եւ ֆինանսավորման իրականացում։ Ավելի մանրամասն մեթոդաբանությունը ներկայացված է ստորև, ես ֆայլերը ձեզ տալու եմ, կարող եք ծանոթանալ։ Եվ այսպես անցնենք տվյալներին։ Տեղյակ եք, թե երբ են տեղի ունենալու 2026 թվականի Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները։ Այստեղ մենք երկու փուլի տվյալներ ենք բերել, 27-29 ապրիլ իրականացված եւ 19-ից 21 այս վերջի փուլը։ Եթե նկատում եք, տեղեկացվածությունը բարձրացել է եւ ճիշտ պատասխան նշել են 84%-ը 26 թվականի հունիսի 7-ը։ Եթե նկատում եք, անցած անգամ միայն 60%-ն էր ճիշտ նշել ամսաթիվը։ 6% նշել են այո, տեղյակ են, որ տեղի են ունենալու ընտրությունները, բայց սխալ պատասխան են տվել եւ 8.8%-ը դեռ չի իմանում, թե երբ է տեղի ունենալու այս ընտրությունները։ Կարծում եմ մյուս փուլում մենք ունենք ավելի լավ պատկեր։ Ինչ է կարծում 2026 թվականի Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները կանցնեն արդար, թե կլինեն կեղծիքներ։ 28.1%-ը նշել են միանշանակ արդար կանցնեն, 23.8%-ը նշել են ավելի շուտ արդար կանցնեն, ավելի շուտ կեղծիքներով նշել է 19.1%-ը եւ 17%-ը նշել է միանշանակ կեղծիքներով։ 12.3%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել։ Նախորդ շրջափուլի տվյալները եւս ներկայացված են, շատ մեծ տարբերություն ըստ երևույթի չկա, գրեթե նույն պատասխանն են ստացվում հանցածական։ Եթե խորհրդարանական ընտրությունները անցնեն անարդար, պատրաստ եք արդյոք դուրս գալ փողոցային պայքարի արդարությունը հաստատելու համար։ 40.5%-ը նշել է, որ միանշանակ այո, 10.8%-ը նշել է, որ ավելի շուտ այո, այսինքն 50%-ից ավելը մեր քաղաքացիները նշում են, որ պատրաստ են պայքարել իրենց ձայների համար։ 8.2% նշել է ավելի շուտ ոչ եւ 34.7% նշել է միանշանակ ոչ։ Որովհետեւ ուզում եմ շեշտադրեմ, որ այստեղ խոսքը գրում է ընդհանուր խախտումների մասին եւ չի բարձրաձայնվում, թե խախտումները ում կողմից կարող են տեղի ունենալ։